Դա պետք է Թրամփին, Իրանին ու Հայաստանին։ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ հույս ունի հաջորդ շաբաթ բանակցություն անցկացնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի ստորագրման ակնկալիքով։ Միաժամանակ նա ասել է, թե իրեն այդքան էլ չի հետաքրքրում կստորագրվի համաձայնագիր, թե ոչ, քանի որ իրենք հարվածով ոչնչացրել են Իրանի միջուկային ծրագիրը։ Իհարկե, ամերիկյան հատվածի արդյունաբերությունը կասկածի տակ են դնում հենց ամերիկյան աղբյուրներն իսկ։ New York Times-ը օրինակ հղում էր արել հետազոտության աղբյուրներին, գրելով, որ միջուկային բունկերային օբյեկտները այնուհանդերձ չեն վնասվել այնպես, որ Իրանը զրկվի միջուկային ծրագիրը շարունակելու հնարավորությունից, այլ պարզապես մի քանի ամսով հետ է գնացել այն։ Նույնը հայտարարել է արդեն պաշտոնապես ՄԱԳԱՏԷ ղեկավար Գրոսին։ Տարբեր այլ աղբյուրներ էլ խոսում են այն մասին, թեև Թրամփը ինքը պնդում է, որ հարվածը եղել է աննախադեպ դիպուկ և ոչնչացրել է ծրագիրը։ Կարծես թե Թրամփի համար սա ոչ մի հեղինակության հարց է, այլ քաղաքական փաստարկի։ Ըստ ամենայնի, կան շրջանակներ, որոնք ամենևին գոհ չեն, որ պատերազմը Իրանի դեմ կանգնել է, հաստատվել է հրադադար։ Շրջանակները, որոնք կարողացան մի քանի շաբաթ դիմադրող Թրամփին բերել ռազմական գործողությանը հավանականություն արժանացնելուն, թերևս գոհ չեն, որ չեն կարողացել զարգացնել հաջողությունն ու հասնել ռեգիոնալ պատերազմի։ Հավանաբար դա է արտահայտվում նաև Իսրայելի զինված ուժերի գշպետի խոսքերում, որ հայտարարում է, թե Իրանի դեմ պատերազմն ավարտված չէ։ Թրամփը գտնվում է նկատելի տեղեկատվական ճնշման ներքո և փորձում է հավաստիացնել, որ ավարտել ամեն ինչ, բայց նրան տարբեր կողմերից ներկայացնում են, որ ոչինչ էլ ավարտված չէ։ Իսկ եթե ոչինչ ավարտված չէ, ապա Թրամփը հայտնվում է անհարմար քաղաքական վիճակում, և հեշտ է թերևս նրա հանդեպ միացնել նոր պատերազմի ժամացույցը։ Ամեն ինչ ավարտելու համար։ Այս տեսանկյունից թերևս նախընտրելի կլինի, եթե Իրանը ընդունի բանակցության հնարավորությունը և փորձի այնուհանդերձ հակադարձել Թրամփին՝ թասիբի գցելու տեղեկատվական նոր ալիքին։ Հավանաբար այդ տողատակն էր պարունակում այսօր Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոստովանությունը, որ ամերիկյան հարվածներից Իրանի միջուկային օբյեկտները կրել են լուրջ վնասներ։ Խաղաղասեղանին շատ բան է թե Թրամփի և թե Իրանի համար, հետևաբար այստեղ անշուշտ պահանջվում է շատ սառնասրտություն և տեղեկատվական խայծեր կուլ չտալու սթափություն՝ Իրանի շուրջ կայունությունը ավելի հաստատուն դարձնելու համար։ Դա պետք է թե Թրամփին, թե Իրանին։ Ավելորդ է ասել թերևս, որ ոչ պակաս պետք է նաև հենց Հայաստանին։